Իրեք ընդհանուր մեծ խաղ է գնում եւ Թուրքիան այդ խաղի բաղադրիչներից մեկն է։ Պատահական չէ, որ այդ 8-րդ գագաթաժողովում նաեւ մասնակցություն ունեցավ Թուրքիան։ Այսինքն յուրաքանչյուրը իր դերն է խաղում եւ Թուրքիան էլ իբր ապահովելու է այդ ճանապարհի բացումը եւ իր տարածքով թույլատրելու է Հայաստանով ճանապարհ անցնի դեպի այսինքն արևմուտքից դեպի արևելք։ Բայց եթե ավելի կոնկրետ կենտրոնանանք հարցի վրա, ակնհայտ է, որ ՔԼՉ-ը ուղղակի ստում է։ Ուղղակի ստում է, քանզի մեղադրել պետությանը, լինելով պետության ներկայացուցիչ, մեղադրել պետությանը բյուրոկրատիայի մեջ, սա անհեթեթություն է։ Մեղադրել պետությանը, որ պետությունը չի կարողանում ինտերնետի հարց լուծել, սա անհեթեթություն է։ Ես կարծում եմ ուղղակի ՔԼՉ պատասխանել է լրագրողներին պատասխանելու համար։ Իսկ իմ անձնական կարծիքով այդ սահմանի բացումը մենք կամ շուտ չենք տեսնի, կամ առհասարակ չենք տեսնի։ Քանզի այստեղ Թուրքիայի եւ Ադրբեջանի Այսինքն Թուրքիան շահագրգռված չէ բացելու սահմանը։ Ինչու՞։ Թուրքիան շահագրգռված չէ, քանզի սահմանի բացման հարցը օրակարգում պահելով իրենք եւ ադրբեջանցիները կարողանում են առավելագույն, այսպես զիջումներ կորզել Հայաստանից։ Ադրբեջանն իր հերթին, Թուրքիան իր հերթին։ Որը որ բացվեց։ Իսկ մեզ դա հարկավոր է։ Գիտեք 30 տարի այդ հարցը միշտ ասում են 30 տարի Հայաստանը ապրել է փակ սահմանների պայմաններում եւ 30 տարի մեր հնայի մակարդակով մենք տարածաշրջանի պետություններին համենայն դեպս այդպես չենք զիջել բնակչություն հնա հաշվարկով։ Իմ անձնական կարծիքով մեզ դա պետք չի։